Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտը։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ասաց. էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունը, թե թանկացումը ամբողջությամբ հիմնավորված է, ինքը չի լսել։ Ասում է, որ ավելի քան հիմնավորված են այսօրվա հայտերը, ավելի քան հիմնավորված է ում համար, ես չգիտեմ ում համար, ամենայն դեպս ոչ մեր կառույցի համար։ Նազարյանը ասաց, որ հեցի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, ետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային։ Օրինակ, ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով էր ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ազգային ժողովի պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի էլեկտրական ցանցերում։ Երեկվա ասուլիսում էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ թանկացման պատճառներից է ռուսական ընկերության վատ կառավարումն ու գողությունը։ Մասնագիտությամբ իրավաբան պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, իրավական տեսանկյունից սա հաղորդում է հանցագործության մասին։ Գողություն է եղել, բռնեք դատեք, գողոնը հետ բերեք։ Պարզը չէ, մենք տեսնում ենք, չէ, ովքեր են այդտեղ ինչ պաշտոններ զբաղացնում եւ ինչ կյանքով են ապրում, ինչ տներ են կառուցում, որտեղից են կառուցում։ Վերցնենք աշխատավարձը նայենք, եկամուտները նայենք այդ մարդու ու տեսնենք նա ինչ ծախսեր է կատարում, ասենք ոնց է դա տեղի ունենում։ Ի տարբերություն Մարուքյանի, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ստուգումներ սկսելու կոչ չի անում, անիմաստ է։ Գողացողներն են իրանք։ Իրենք իրենց համար դիմեն դատախազություն։ Պատգամավորի համար միակ ողջունելի փաստն այն է, որ պետական պաշտոնյան ընդունում է Հայաստանի էլեկտրական ցանցերում գողություն է կատարվել։ Սակայն թերահավատ է, որ դրանից հետո անգամ ինչ-որ բան կփոխվի։ 1 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ նույն իրավիճակն էր։ Այս նույն հեքիաթը պատմում էին անցած տարի այս ժամանակ՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին։ Ասեցին համակարգը մեռնում է, ոչինչ անում է, վարկերը, պարտքերը, կորուստները, գնացինք թանկացման, 40% թանկացրին։ Եվ իրենք ասում փրկվեցին, այդ խնդիրները լուծվեց։ 8 ամիս չի անցել, այ ձեր խիղճը գա։ Ինչ տեղի ունեցավ, որ այս 8 ամսվա մեջ նույնքան պարտք կուտակվեց, ինչքան երեք լացեիք լինում հուլիսին անցած տարվա կամ հունիսին։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նայրա Զոհրաբյանն էլ բազմաթիվ հարցեր ունի, բայց գլխավորը մեկն է. ինչու պետք է Հայաստանի քաղաքացին վճարի իր խոսքով մի խմբակի կատարած գողության համար։ Իդեպ նա ասաց, որ վաղուց ցանկանում է այցելել այդ խմբակի գրասենյակներ։ Ես ինքս չեմ այցելել, բայց այցելողները պնդում են, որ այդ գրասենյակները իրենց շքեղությամբ շատ քիչ են զիջում, օրինակ ասենք Վերսալին կամ Էրմիտաժին։ Կողոպուտից ու թալանից բացի, ըստ ընդդիմադիրների, էլեկտրական ցանցերը նաև բարեգործություն է արել։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով սա աբսուրդ է։ Կարծում եմ փորձ է արվել ցույց տալ, որ մենք որպես բիզնես սոցիալական պատասխանատվություն ունենք, բայց դա աշխարհում ընդունված բան է այն դեպքում, երբ որ բիզնեսը հաջողակ բիզնես է եւ նա ըստ էության շահույթով է աշխատում եւ ոչ թե վնասով, այստեղ ուղղակի ծիծաղելի է։ Չնայած կորուստների ու գողության մասին էներգետիկայի նախարարի երեկվա հայտարարությանը, հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս չշտապել։ Ասում է, նման հայտարարությունների համար հիմնավորումներ են պետք, բայց ընդունում է, որ հեծում թերացումներ կան։ Արդյոք հարցով կսկսեն զբաղվել իրավապահները, այսօր պարզել չհաջողվեց։ Գլխավոր դատախազության մամլո խոսնակը օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։